Ողջույն Front TV-ի սիրելի հետևորդներ, այսօր իմ հյուրն է Դեմոկրատական այլընտրանք կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու Ես եմ համար։ շնորհակալ։ Պարոն Սուրենյանց, որքանով է այսօրվա խորհրդարանը սպասարկում հանրային շահը, առհասարակ ձեր կարծիքով խորհրդարանը որպես քաղաքական գլխավոր ինստիտուտ գոյություն ունի։ Անգամից ասեմ, որ խորհրդարանը ձևավորման օրվանից չի արտահայտել հանրային տրամադրություններ։ Այս խորհրդարանը 2020-21 թվականների անտագոնիստական միջավայրի ծնունդ է, դրանով հանդերձ այս խորհրդարանի նրա տարբեր սեգմենտների, հատկապես մեծամասնության նկատմամբ հանրային վերաբերմունքը բացասական է եղել ի սկզբանե։ Այս խորհրդարանը ձևավորվել է չարյաց փոքրագույնի սկզբունքով ըստ հանրային ընկալման, հետևաբար ինքը չի կարող եւ չի կարողացել եւ չի կարող եւ մնացած 1 տարում, եթե ֆորս մաժորներ չլինեն, չի կարողանա պոզիտիվ ընկալում առաջացնել հասարակության մոտ։ Հիմա խորհրդարանական օրակարգ է բերվել Նիկոլ Փաշինյանի անվստահություն հայտնելու գործընթացը։ Դուք որքանով եք այն իրատեսական համարում, որովհետև մի կողմից մենք գիտենք Էդգար Ղազարյանի եւ Նարեկ Մալյանի նախաձեռնությունն է, սա մյուս կողմից Հովիկ Աղազարյանն ու իր գործընկերն են Հակոբ Ասլանյանը։ Նույնիսկ ունեն նաեւ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։ Ինչ կարծիք ունեք այս գործընթացի հետ կապված։ Արթուն ենք շարժումը անշուշտ իրավունք ունի որպես քաղաքացիական նախաձեռնություն, հատկապես ընդդիմադիր պատգամավորներից ակնկալել մի նախաձեռնություն, ինչի նախընտրական խոստումով իրենք հայտնվել են խորհրդարանում։ Իսկ Հայաստան եւ Պատիվ ունեմ խմբակցությունները մանդատ են ստացել բացառապես մեկ հարցով՝ Փաշինյանին հեռացնելու հարցով։ Հետևաբար արթուն ենք շարժումը իրավունք ունի դիմելու պատգամավորներին իմպիչմենտի գործընթաց սկսելու, նախաձեռնելու, հարուցելու հանրային խնդրագրով, այստեղ ես խնդիր չեմ տեսնում։ Խնդիր չեմ տեսնում նաև, որ ինչ-որ պատգամավորներ արձագանքել են դրան։ Խոսքս տվյալ դեպքում Հովիկ Աղազարյանի կամ Հակոբ Ասլանյանի մասին է։ Ես որպես կուսակցության ղեկավար, որ Փաշինյանի անհապաղ հեռացման պահանջ է դնում, չեմ կարող դեմ լինել իմպիչմենտի գործընթացին։ Այլ խնդիր է, որ իմպիչմենտի գործընթացը ես ացանցիալ եմ համարում։ Գլխավոր հարցը փողոց գեներացնելն ու փողոց պահելն է։ Իսկ դրա համար պետք է քաղաքական այլընտրանքային ծրագիր, դրա համար պետք է խարիզմատիկ առաջնորդ, առանց փողոցի իշխանության ներսում ճակեր չեն գոյանա եւ իմպիչմենտի գործընթացը հաջողությամբ հսակվել չի կարող։ Ըստ այդու ես ոչ թե հիմա թեկնածուների հարց կքննարկեմ, քաղաքական դաշտի հիմնաբնակներից եմ եւ բոլորին ճանաչում եմ, այդ թվում Էդմոն Մարուքյանին գիտեմ եւ նրա ուժեղ եւ թույլ կողմերը։ Գլխավոր հարցը հետեւյալն է, որն է քաղաքական ծրագիրը, ինչպես է գեներացվելու փողոց, ինչպես է այդ փողոցը հասնելու իշխանության ներսում ճակեր առաջացնելու գործընթացին։ Այս հարցի պատասխանները քանի ես չունեմ, շատ մեծ հավատ չունեմ իմպիչմենտի գործընթացի հաջողության վերաբերյալ։ Ամեն դեպքում առաջնորդ ունենալը եւս կարեւոր չէ։ Դες ասացի, խարիզմատիկ առաջնորդը process-ի կարևոր բաղադրիչներից մեկն է։ Գիտեք, ես ձեռնպահ կմնամ այդ հարցի պատասխան տալուց, որովհետև ես խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ չեմ, խորհրդարանական կուսակցության ղեկավար չեմ, իսկ իմպիչմենտի գոնե նախաձեռնումը խորհրդարանական տիրույթում է։ Ես հիմա ձեռնպահ կմնամ առաջնորդների անուն տալուց։ Դա առաջին հերթին պատգամավորների առաքելությունն է, Պատիվ ունեմ եւ Հայաստան խմբակցությունների առաքելությունն է։ Այդ հարցը իրենք պիտի որոշեն։ Հիմա Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը որոշել են, մարդու անուն են տվել։ Կամ ընդդիմադիր մյուս երկու խմբակցությունները պիտի թեկնածուներ առաջադրեն
եթե մերժում են Էդմոն Մարուկյանի տեխնատությունը կամ պիտի հավանություն տան Էդմոն Մարուկյանի տեխնատությանը կամ էլ պիտի հասարակությանը հիմնավորեն, որ այս պահին իմպիչմենտի գործընթացը իրատեսական չէ։ Սա է իրավիճակը, ես սպասում եմ բոլոր կողմերից, ովքեր շահագրգիռ ներգրաված են այս գործընթացում, հստակ ոչ թե ուռա հայրենասիրական ճառեր, ոչ թե բարձրագոչ հայտարարություններ, կարգախոսային, այլ հստակ գնահատականներ։ Տեսեք, իսկ վտանգ չկա, որ օրինակ հասարակության մեջ կարող է այդպիսի կարծիք ձևակերպվել, որ այս գործընթացների հետևանքով այնուամենայնիվ կարող է միայն մնալ Նիկոլ Փաշինյանը, հա, որպես տեխնատու եւ ինչ կտա Հայաստանին նրանց վերարտադրությունը 2026 թվականին։ Գիտեք, կամ դες վտանգ կա, որ Նիկոլ Փաշինյանը կարող է վերարտադրվել։ Կա, նման վտանգ կա, բայց դա մի դեպքում հնարավոր։ Ինքը օրինական ընտրություններով վերարտադրության շանս գրեթե չունի։ Բայց միայն օրինական ընտրությունները բավարար չի, որ վստահ պնդենք, որ իշխանությունը հեռանալու է։ Առաջիկա 1 տարում պետք է կարողանանք ձևավորել քաղաքական հստակ այլընտրանք, որը կկարողանա լուծել հասարակության կողմնորոշման խնդիրը, այսինքն հասարակությանը կուղղորդի պոզիտիվ հիմքով հեռացնելու այս իշխանությունը։ Սա է ճանապարհը, հիմա մեր կուսակցությունը 4-5 այլ կուսակցությունների հետ բանակցում է նման կենտրոն ձևավորելու ուղղությամբ, ես հիմա անուններ չեմ տա, որտեղ որպես քաղաքագետ, դիվանագետ հետևում եմ այն ոսկե կանոնին, որ քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչինչ համաձայնեցված չէ։ Սպասենք զարգացումներին, առաջիկա շաբաթներին այս առումով նորություններ կլինեն։ Դե ինչ, շնորհակալ եմ այսօրվա հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Իսկ ես հիշեցնում եմ, որ իմ հյուրն էր քաղաքագետ պատմաբան Սուրեն Սուրենյանցը։ Կհանդիպենք։